Վերադարձանք տաղավար ու այս պահին ուզում ենք արդեն դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, դիմավորենք դիզայներ Վահան Խաչատրյանին, բարի լույս Վահան։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Թույլ տվեք շնորհավորենք, քանի որ օրեր առաջ ձեր ծննդյան օրն էր։ Շնորհակալ եմ։ Լավագույն մաղթանքները։ Ինչ կարելի է մաղթել դիզայներին։ Մուսա, ստեղծագործական։ Երևի, հա, ամենակարևորը որտեվ բոլորին հաջողությունը պետք է դու բոլորին մաղթել, ոչ բոլորին։ Դու կարող ես լինել տաղանդավոր, բայց հաջողությունը չժպտա։ Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հայտնվել, տեղում ու ճիշտ ժամանակին։ Եվ իհարկե քաջառողջություն, որպեսզի կարողանաք ձեր բոլոր մտքում եղած երազանքները թղթից արդեն մանիկենների եւ մոդելների վրա տեսնել մեծ պոդիումներին։ Հրաշալի։ Ինչ է ձեզ համար ամանորը։ Տոն, երևի իմ իրականության մեջ մանկուց ամենասպասված տոնն է միշտ եղել, կարծում եմ, որ վերջին տարիներին մի քիչ ավելի քիչ եմ տոնում այն նույն ծավալով, ոնց որ երիտասարդ ժամանակ, որտեղ շատ հաճախ Հայաստանում ուղակի չեմ լինում, ճամփորդում եմ, բայց դա նույնպես տոն է, որովհետև նոր տարվա օրերին լինել ինչ-որ ուրիշ երկրում ու տեսնել, թե ինչպես են դա տոնում տարբեր կուլտուրաները, տարբեր երկրներում, ինձ շատ հետաքրքիր է, բայց շատ սպասված օր է եւ տարվա վերջը եւ փակումն է նախորդ տարվա բոլոր իրադարձությունների սփոփան կա, չէ՞ որ վերջանում է ինչ-որ մի բան։ Շուտ վերջանում է։ Բայց չեք ուզում մտածել, որ հեսա շատ չի տոն, նորից է։ Ճիշտ ասած, երևի կախված է նախորդ տարվանից, բայց եթե լավ տարի է, այդ վերջանալուն այդքան չես սպասում, ուղղակի հասկանաս, որ edge ես թերթում, ու մյուս տարի ունես բաց edge, որը պետք է սկսես նորից գրել։ Այ դրան մենք կանդրադառնանք շատ շուտով։ Այս edge-ին թե բաց կողմի։ Բայց մինչ այդ հասկանանք, թե այս տարվա ամանորի պլանները ինչպիսին են, արդեն գիտեք, թե որտեղ եք նշելու, ում հետ եք անցկացնելու գուցե ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, կամ ճամփորդություն ընկերների հետ։ Այս տարի եզակի դեպքից է, որ Հայաստանում եմ լինելու, բայց ընտանիքիս անդամները բոլորը գնալու են տարբեր տեղեր հանգստանալու եւ ես այդտեղ ընկերներիս հետ եմ դիմավորել։ Հրաշալի։ Իսկ քիչ առաջ որ խոսում ենք այն երիտասարդ տարիների պատանեկություն, հիմա ինչ որ մի ավանդույթ հենց ամանորի հետ կապված, որ միշտ դա պետք է պարտադիր արվի։ Կարծես թե կա։ Միայն մոտ չի, բայց կապված է ուտելիքի հետ բնականաբար եւ կան ինչ որ սննդի տեսակներ, որոնք բացառապես այդ ամանորյա սեղանին է լինում։ Ես էլ որպես ուտել սիրող մարդ անհամբեր եմ սպասում այդ սեղանին, որովհետև գիտեմ, որ ուտել եմ, չեմ թվի հիմա որոնք են դրանք, բայց մի խոսքով ուտելու կուլտի հետ կապված իհարկե սպասումները մեծ են։ Ահա, սպասենք ամանորի համեղ տոներին, բայց մինչ այդ նաև ամփոփենք նորաձևության աշխարհում ինչպիսին էր 2025-ը, նորություններով լի էր, թե մի փոքր ավելի пассив։ Նորաձևության աշխարհը շատ մեծ է, եթե խոսենք հայկական նորաձևության մասին, ես բացի դիզայներ լինելուց նաև հանդիսանում եմ Հայաստանի նորաձևության եւ հագուստի պալատի նախագահ, մենք արդեն 3-րդ տարին այս տարի անցկացնում ենք Երևանի նորաձևության շաբաթը քաղաքապետարանի հետ համատեղ եւ բնականաբար դա մեր քաղաքի համար, մեր երկրի համար բավականին կարեւոր իրադարձություն է, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են նորաձևությունով եւ այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այդ ոլորտում, որովհետեւ շատ քիչ են նմանատիպ հնարավորությունները ցույց տալ իրենց աշխատանքները, իրենց տաղանդը, թե երիտասարդ դիզայներների, թե արդեն կայացած դիզայներների համար եւ ես ուրախ եմ, որ մենք ստեղծել ենք այդ հարթակը եւ միայն այդ 3 օրը չի, որպես այդ 3 օրը նորաձևության շաբաթը իրականանա, մարդիկ ամիսներով աշխատում պատրաստվում են այդ օրերին, դրա համար կարելի ասել, որ բավականին հագեցած աշխատանքով, դժվարություններով, բայց հետո վերջում շատ գոհունակությամբ անցած տարի է։ Այնպես որ հուսամ մյուս տարին էլ ավելի լավ է լինել։ Կարելի ասել, որ 2025-ից դուք բավականին գոհ եք։ Այո։ Բոլորը արդարացվեցին։ Այո։ Հրաշալի։ Մենք գիտենք, որ հատկապես նախատոնական օրերին ամանորյա բոլորը շտապում են գնումների։ Նվերներ, գնումներ, այ ձեր մասնագիտական խորհրդով ինչ խորհուրդ կտաք, որպեսզի հենց մենք թեկուզ ու նաև մեր շատ սիրելի հեռուստատողները ամանորին ինչպես պատրաստվենք, ինչ նվերներն են ակտուալ, ինչ գույներն են տրենդային, ինչ կարելի է 2026-ի համար գնել հարազատներին կամ մտերիմներին։ Անկախ տոներից ես կարծում եմ, որ մենք նույնիսկ ինչ-որ չափով պարտավոր ենք միշտ
սատար կանգնել տեղական արտադրողներին եւ դա ոչ միայն հագուստին է վերաբերում, այն բոլոր հնարավոր ապրանքները, որ մենք ձեռք ենք բերում, եթե կա դրա հայկական տարբերակը, միշտ ցանկալի է գնել հայկականն եւ օգնել փոքր բիզնեսներին եւ դա չի բացառում նաեւ նորաձևության ոլորտը, որովհետեւ շատ դժվար է Հայաստանում լինել փոքր բրենդ, փոքր բիզնես, եթե դու չունես շուկա, հա, եւ եթե մենք չենք օգնում դիզայներներին իրենց ապրանքը գնելով, իրանք ուրիշ տեղ վաճառելու հնարավորություն դեռ այս պահին չունեն։ Դա համար իմ ամենամեծ խորհուրդն է, որ ձեր նվերները փորձեք գնել հայ դիզայներներից, դա կլինի մի զույգ կուլպա, դա կլինի շարֆ, դա կլինի հագուստ, ձեր ամանորյա երեկոյի զգեստը, որը պիտի կրեք, չգիտեմ, ռեստորանում կամ ինչ-որտեղ, ցանկալի է, որ դա լինի հայ արտադրողից, հայ դիզայներից, որովհետև դրանով կզարգանա ոլորտը, եթե զարգանում է Հայաստան որևէ ոլորտ, զարգանում է տնտեսությունը, զարգանում է երկիրը, այսինքն ձեր փոքր լուման գուցե այդ պահին թվա անկարևոր, բայց ընդհանուր գումարվելով դա արդյունք տալիս է։ Իսկ տրենդերը բնականաբար մեր հայ դիզայներները ոչինչով չեն զիջում տրենդերին, հետևում են ինչպես եւ դրսի բրենդերը, այնպես որ ես կարծում եմ, որ այսօր շատ են Երևանում խանութներ, որոնք առաջարկում են բացառապես հայ դիզայներների հագուստ եւ եթե մեր հաճախորդները ծանոթ են արդեն այդ խանութներին, կարող են տեսնել, որ այն ինչ որ ներկայացվում է միջազգային պոդիումներում, այն ինչ որ տեսնում ենք ինտերնետում, հնարավոր է դրա նման նույն տրենդերով գտնել նաև հայ արտադրողից, հայ դիզայներից։ Ու իրականում հայ արտադրողները, այն դիզայներները բացի Երևանից նաև առաքման տարբերակներով սահմաններից, Երևանի սահմաններից դուրս եւս հանում են իրենց արտադրանքը, այնպես որ հասանելի է Հայաստանի ողջ տարածքով եւ իսկապես կարելի է փոքրիկ նպատակ սահմանել մեզ համար, քիչ-քիչ հրաժարվել այլ արտադրողներից եւ վերադառնալ հայկական արտադրողներին նաեւ այս առումով, բայց իհարկե պետք է նաեւ խորհուրդ տակ այսօր, թե ինչպես պետք է հետևենք 2026-ի տրենդներին, արդեն գիտենք տարվա գույնը, որը հայտարարված է, բայց որքանով է դա հագուստի մեջ ամպային սպիտակը, բայց որքանով է դա հագուստի մեջ կիրառելի, արդյոք պետք է դա կիրառել, թե ոչ։ Ես տրենդի մեջ եմ։ Ռուբենը շատ։ Ես էլ մի քիչ պատրաստվում ենք 2026-ին։ Ընդհանրապես իմ խորհուրդը տրենդերը կարևոր են, բայց երևի տրենդերը ավելի կարևոր են դիզայներների համար, ոչ թե վերջնական սպառողի, որովհետև առաջին հերթին կարևոր է հասկանալ ինչն է ձեզ սազում, ինչքանով է այն արտահայտում ձեր էությունը եւ արդյոք պետք է կուրորեն հետևել տրենդերին, թե պետք է ունենալ սեփական ոճ, սեփական ուրեմն կերպար, հա, եւ անկախ նրանից այդ տարվա տրենդերը ձեզ դուր են գալիս կամ դուր չեն գալիս, հասկանալ պետք է հետևել դրանց, թե ոչ, որովհետև ցավոք սրտի մեր երկրում շատ հաճախ տեսնում ես, որ ինչ որ մի բան, որը համարվում է մոդայիկ, տրենդային, բոլորը սկսում են կրել առանց հասկանալու արդյոք դա իրենց սազում է, չի սազում, հաճախ կա վատ տենդենս, որ եթե ինչ որ թանկ բրենդային հագուստ դառնում է տրենդային եւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, սկսում է դրանց կրկնօրինակների վաճառքը հեղեղում է շուկան դրանցով եւ բոլորը անկախ նրանց ֆինանսապես իրենց դա պետք չի առնում են արդեն հակնում են դրա կեղծ տարբերակը, հա, մի խոսքով կուրորեն հետևել տրենդերին ես երբեք խորհուրդ չեմ տալիս։ Տրենդը նրա համար է, որպեսզի հասկանալ արդյոք այդ տարիքա ինչ որ մի բան, որ իրոք ձերն է եւ դա վերցնել, իսկ եթե չկա ոչինչ չի կատարվի, եթե հանկարծ դուք կրեք ձեր նախորդ կամ 2 կամ 3 տարի առաջ գնաց հագուստը, ես ունեմ իմ զեստապարանում հագուստ, որը 20 տարի է կախած է եւ ես սիրով դեռ կրում եմ, որովհետեւ պարտադիր չի, որ ամեն ամիս հայտարարող կամ դուրս եկող նոր տրենդերի պարտադիր գնալ նոր բան գնել ձեռք բերել։ Դա համար տրենդը դա խորհուրդ է, բայց չի պարտադրում եւ առաջինը պետք է հասկանալ ձեզ դա պետք է ձեզ դա սազում է եւ արտահայտում է ձեր ներաշխարհը թե ոչ։ Հրաշալի, մենք մեր հերոսատողներին բայց խոստացել ենք, որ ձեր օգնությամբ մասնագետների, պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ նրանց կօգնենք այն կարևոր հարցերը, որոնք ցակում են միշտ ամանորին։ Օրինակ, չգիտեմ, ամանորի հենց երեկոն, գիշերը դիմավորելուց արդեն նոր տարին, ինչ կարելի է հագնել, ինչ աքսեսուար պետք է կրել։ Երբեմն ասում են այս կամ այն գույնը այդ տարվա խորհրդանիշ գույնն է եւ ցանկալի է այդ գույնով դիմավորել։ Ես չեմ պատրաստվել չինական ուրեմն օրացույցի համապատասխան, որ դրա մասին խոսեմ այսօր։ Չէ, պետք չի օրացույց։ Մենք ունենք, հա, մենք ունենք պրեզենտացիա, որտեղ մյուս տարվա համար տարբեր տրենդեր ներկայացված են լինելու։ Ընդհանրապես նաև ասեմ, ինչա տրենդը, հա, եկեք հասկանանք, որ մարդիկ պատկերացնում են ինչա տրենդը։ Տրենդը դա
մի բան է, որը հաճախ տեսնում ես կրկնվում է տարբեր բրենդերի մոտ նույն սեզոնում։ Այսինքն, եթե օրինակ դու նայում ես տարբեր նորաձևության ցուցադրություններ կոնկրետ 26 թվի գարուն ամառ հավաքածուի եւ 20-30 տարբեր բրենդերի մոտ, որոնք եւ Անգլիայից են, եւ Իսպանիայից են, եւ Հայաստանից են, եւ չգիտեմ Իտալիայից են, կրկնվում է կարմիրի կոնկրետ երանգ կամ հագուստի ինչ որ ձևվածք, ենթադրում է, որ դա արդեն տրենդ է, հա, եւ առանձնացվում է որպես հաջորդ տարվա տրենդ։ Տրենդերին դիզայներները ծանոթանում են 2 տարի առաջ դեռ տրենդը ի հայտ գալուց, որովհետև կան հատուկ կազմակերպություններ, որոնք այդ տրենդերը մշակում են, պատրաստում են, որպեսզի դրանք հետո դուրս գան հանրության համար, դիզայներները կարող են մեծ գումարներ դա ձեռք բերել եւ 2 տարի առաջվանից գիտեն։ Իսկ արդեն վերջնական սպառողը տեսնում է տրենդը, երբ որ պոդիումում քայլում են հավաքածուները, իրենք հասկանում են, այս բանը կրկնվեց մի քանի անգամ, ենթադրում է, որ սա արդեն տրենդ կդառնա եւ կարելի է օգտվել այդ տրենդից, հա։ Ինչ որ մենք տեսնում ենք, դա արդեն ցույց տված հավաքածուներից ընտրանի է, այսինքն սրանք արդեն եղել են պոդիումում եւ հավանաբար մյուս տարի սրանք կլինեն տրենդային։ Մենք կարող ենք արդեն այս պատկերների օգնությամբ հստակ օրինակներով հեռուստադիտողներին խորհուրդներ տալ։ տալ։ Բոլոր տրենդերն, որ մենք խոսելու ենք, հաջորդ սլայդերում արդեն իրանց մասին առանձին Հիմա մեր գործընկերները կփորձեն թերթել եւ մեր պատեկրանը կօգնի։ Ինչ է սա։ Տեսեք, մենք խոսեցինք գույնից, հա, եւ շատ հաճախ, ինչպես դուք նշեցիք, Pantone-ը այս տարի նույնպես հայտարարել է արդեն տարվա գույնը, որը լինելու է ամպի սպիտակը, եւ շատ տարօրինակ է հնչում, ինչ նշանակում մի գույն, որտեղ չի կարող ուղղակի մի գույն լինել, եւ բոլորը չեն կարող մի գույնով, հա, հագնվել։ Դա կոմերցիոն քայլ է, որպեսզի ավելի շատ վաճառք ապահովել, որպեսզի մարդը, որ ասենք, չգիտեմ, ունի 10 հատ բաճկոն, բայց հենց այդ գույնը չունի, հավատալով, որ դա իրոք տրենդային է, գնա եւս մի հատ առնի այդ գույնի մեջ, բնականաբար։ Եվ այդ տարի երջանիկ է լինելու այդ բաճկոնը։ Այս գույնը հայտարարված չի, այս գույնը պատահական նորից տարբեր դիզայներների մոտ հանդիպել է տարվա ընթացքում, կանաչի է երանգը, որը թարմ խոտի կարելի ասել, մի քիչ լայմի, հա, կանաչն է, եւ ինքը մանավանդ գարուն ամառ հավաքածուի համար, ինչպես տեսնում եք, ստեղ կա եւ ավելի ամենօրյա ինչ որ զգեստներ, բայց նաեւ երեկոյան տարբերակներ ու ինքը թարմության գույն է, ինչի է սա կարեւոր նշել, որ մենք պետք է փորձենք մի քիչ հայկական մտածելակերպով նաև դուրս գանք մուգ, սև, այդ ծանր գույների մեջից, մանավանդ երբ որ երեկոյան զգեստների մասն է խոսքը, շատերը հաճախ փորձում են ընտրեն ինչ որ սև տարբերակ եւ այլն, կամ նույնիսկ եթե խոսում ենք, ասենք անձրևանոցի մասին, հա, Հայաստանում հաճախ կգնանք կընտրեն նեյտրալ գույնի անձրևանոց ավելի մուգի մեջ, բայց պետք չի խուսափել գույնից եւ կենցաղում եւ պետք չի խուսափել երեկոյան միջոցառումների ժամանակ, այնպես որ որպես գույն խորհուրդ ենք տալիս այս տարբերակը մյուս տարվա համար։ Հաջորդը հետաքրքիր տրենդ է եւ եթե հետեւում են ինձ մեր հեռուստադիտողները իմ նոր հավաքածում այս տրենդը նույնպես կա տնային տնտեսուհի, հա, մի քիչ ռետրո, մի քիչ վինտաժ, մի քիչ նույնիսկ անհեթեթ կարող է թվա, որտեղ եթե տեսնում եք այստեղ նույնիսկ ինչ որ հին գոգնոցների ֆորմայով զգեստներ, մանր ծաղկային դաջվածքներ, որը հիշացնում է երբեմն տատիկների, մամաների խալաթները, հա, որ տանը հագել են, բայց սա իրոք մեծ տրենդ է եւ մյուս տարի կարծում եմ, որ մանավանդ ամառվա համար այս վառ գույները ու ծաղիկները շատ հետաքրքիր են նայվելու։ Հրաշալի, հաջորդը Սպորտային հագուստը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից առաջինը այն պատճառով, որ ինքը հարմար է, բայց շատ կարևոր է Էդ էլ Հայաստանի թերություններից մեկն է, սպորտային հագուստը կրել ոչ թե ոտքից գլուխ սպորտային համազգեստ, որպես որը օգտագործվում է հենց սպորտսմենների կողմից եւ ստեղծված է իրանց համար, այլ համադրությամբ, որտեղ եթե այստեղ տեսնենք, հա, շատ հասարակ պոլոները երկար թևով եւ այլն համադրված են այնպիսի հագուստի հետ, որոնք որ իրանց սարքում են ուղղակի արդեն ամենօրյա հետաքրքիր ինչ որ հագուստ, ոչ թե սպորտային համազգեստ։ Դրա համար այդ գիծը պետք է միշտ հասկանալ նուրբ, հա, ու դուրս չգալ փողոց, չգիտեմ, սպորտային դահլիճի համազգեստով, այլ դուրս գալ փողոց եւ ունենալ տրենդային տեսք, որը ընդհանրեն ճիշտ խառնելու միքսի արդյունք է։
բայց ամեն դեպքում բնականաբար ոնց որ տեսնում եք մի քիչ ավելի line, մի քիչ ավելի oversize տերմին օգտագործենք, ես մի քիչ խուսափում եմ եթերում մեկի անգլերեն բառեր օգտագործել, բայց քանի որ այդ տերմինները մանանդ նորաձևության վերաբերող շատ հաճախ ամբողջ աշխարհում անկախ լեզվից անգլերեն կամ ֆրանսերեն են հնչում, ես կարծում եմ որ պետք է նաև հերոստատիտողին սովորեցնել, կրթել եւ ծանոթացնել նորաձևության տերմինոլոգիայի հետ, որտեղ մեկ-մեկ այդ թարգմանությունները անհեթեթ կարող են հնչել, էլի։ Միտքը կարող ենք պահել, որպեսզի շատերին ավելի հասանելի լինի։ հասանելի լինի։ Oversize բառը կարծում վաղուց բոլորին ծանոթ է, դրա համար ասել չափից ավելի լայն, դա Չափից մի քիչ ավելի մեծ։ Հաջորդը շատ հետաքրքիր տրենդ է այս տարի ռոկոկո տրենդի վերածնունդը, revival, հա, վերջերս Լոնդոնից վերադարձա եւ հատուկ երկրորդ անգամ եմ այս տարի գնացել, որովհետեւ Լոնդոնում ամենասպասված տարվա ցուցահանդեսներից մեկն է անցնում նորաձևության նվիրված Մարիա Անտուանետին Վիկտորիա Ալբերտ թանգարանում առաջին անգամ որ այնտեղ էի տոմսերը բոլորը վաճառված են, ես չկարողացա ընկնել ցուցահանդեսին, դրա համար հետո հատուկ նախորոք տոմս առա եւ նույնիսկ գնացի։ Դա իրոք հետաքրքիր տենդենս է, ամեն ինչ որ վերաբերվում է այդ ժամանակաշրջանին, հիմա կարծես թե հետ է գալիս, դա լինի ուրեմն հագուստի ֆորմաների տեսքով, հագուստի դաջվածքների, պրինտերի տեսքով, կոշիկների տեսքով, զարդերի մանր եւ կարծում եմ որ մյուս տարի դրան նպաստման է ցուցահանդեսը շատ հաճախ կուլտային ինչ որ միջոցառումներ, ինչ որ կարելի ասել նույնիսկ իրադարձություններ, դա կարող է լինի ֆիլմի պրեմիերա, դա կարող է լինի թատրոն, դա կարող է լինի ինչ որ մեծ քաղաքական միջոցառում, անմիջական ազդեցություն է ունենում նորաձևության տրենդի վրա։ Եվ Բարբի ֆիլմը երբ որ դուրս եկավ, ամեն ինչ ամենտեղ վարդագույններ ու Բարբի թեմա էր բոլոր խանութներում, հա։ Երբ որ դուրս եկա, ինչ որ շատ հայտնի չգիտեմ երաժշտական տեսահոլով կամ ինչ որ աստղի, ինչ որ նոր կերպար բեմում, դա կարող է դառնա տրենդ։ Եվ այս դեպքում նաև այս կապը տրենդի եւ ցուցահանդեսի նորաձևության աշխարհի կարող է ինձ մաշատերը լսում են ու չեն հասկանում, բայց մենք մի քիչ նորաձևության չսենց բխբջակի մեջ ենք ապրում, հա, եւ այդտեղ ուրիշ իրականություն է։ Այս տրենդը կարծում կապ ունի հենց այդ ցուցահանդեսի հետ։ Հրաշալի։ Հաջորդը Ուրեմն առաջին անգամ չի, բայց մենք սա տեսել ենք եւ մի քիչ գուցե անհեթեթ տրենդ է, երբ որ ներքնազգեստը օգտագործվում է որպես արտահակուստ, որ շատ տարօրինակ է հնչում, բայց ինչպես տեսնում եք, տարբեր բրենդերի մոտ այս տարի եւս դա կա, այսինքն թե շորտի տեսքով, թե ուրեմն կրծկալի տեսքով, որոնք ուղակի ոչ թե ներքնազգեստ են, այլ կրելի են նաև կենցաղում մեր իրականության մեջ կարծում եմ սա ոչ այդքան կիրառելի տրենդ է լինելու, բայց իր գոյությունը չեն կարող հերքել, որովհետև շատ բրենդեր անդրադարձել են այս տրենդին այս տարվա։ Կարծես անցած տարվա, այսինքն այս տարվա դեռ 2025-ի ընթացքում եւս տրենդային էր, երբ թափանցիկ շապիկների տակից էին գրում եւ գեղեցիկ հատուկ վերնահագուստ համարվող կրծքներով։ Բայց հիմա ինչպես տեսնում եք, արդեն իրանք որպես այդ առանձին հագուստի պարագա են դարձել, չնայած մենք արդեն այս տարի տեսել ենք հոլիվուդյան աստղեր, որոնք Kendall Jenner-ին ենք տեսել, ուրիշ կար Miu-Miu-ի հայտնի շորտը, որը արժեր 3-4 եվրո եւ դա սկանդալային էր, որտեղ ինչի պիտի այդ շորտը արժանացնի, բայց նկատում եմ սա շարունակական ինչ-որ տենդենս է, որ այս հաջորդ տարի ավելի մի քիչ ծավալուն է դարձել։ Գույներից երբ որ խոսեցինք, նաեւ այս տարի շատ հետաքրքիր է, որ անդրադարձել են primary tones, այսինքն հիմնական գույներին, հա, եւ եթե տեսնենք հենց ամբողջությամբ look-ը կամ մի գույնի մեջ է կամ color blocking անգլերենով կոչվում, օրինակ այն ծայրից երբ որ տեսնում ենք կապույտը, կարմիրը եւ մանուշակագույնը իրար հետ, բայց ոչ թե խառնած են ոնց որ մի զգեստի մեջ, այլ երեք միագույն հագուստի միավոր ուղղակի մի լուքի մեջ, հա։ Սա շատ հետաքրքիր տենդենս է, սա իրական բավական ռետրո ասոցիացիաներ կա, այստեղ օրինակ եթե հիշում եք, չգիտեմ, դուք շատ երիտասարդ եք, բայց 80-ականներին կար այս տենդենսը եւ
գուցե հենց մի քիչ այդ տարիքային կատեգորիայի ուրեմն հերոստադիտորի մոտ սա նոստալգիկ ինչ-որ բան կառաջացնի, որտեղ իրենք հաստատ նմանատիպ վարգույներով այն ժամանակ հագնվել են։ Եվ այն ժամանակ շատ ավելի դժվար էր, որտեղ սովետական շրջանում 80-ականներին հագուստ գտնելը մանավանդ այսպիսի բավականին դժվար էր ու հաճախ կային են կոմիսիոննի կոչված, որ տակից էին վաճառում դրսից վերած։ Հիմա այս ամեն ինչը հեշտ է, դիզայներները հայերը նույնպես այս ամեն ինչը կարում են, այնպես որ շատ հեշտ է այս թրենդը եւ բավականին հետաքրքիր է հենց էլի ամառվա համար, որովհետեւ կարծում մեր քաղաքում գույնի պակաս կա ու ես խորհուրդ կտամ, որ այսպես ընտրեն հագուստ ու հագնվեն։ Վառ ամառ ունենանք։ Հաջորդը Էլ ինչպես Կրկին 80-ականներ։ Այո, բացի գույներից, այստեղ նույնպես նկատում ենք գույների թրենդը մեջտեղում ներքևը, բայց այստեղ կան արդեն նաև ինչ-որ դետալներ, օրինակ, եթե նկատեք մեծ օծիկները, մեծ բանտերը վզին, հա, եւ սա նույնպես այդ ռետրո դետալներն են, որոնք որ վերադառնում են ու ինչի է սա հետաքրքիր, որտեղ սա կրելի է ամենօրյա, բայց մի քիչ բարձրացնում է ձեր հասարակ են, չգիտեմ, սպիտակ վերնաշապիկը սարքում է արդեն մի քիչ ավելի հետաքրքիր։ Ահա։ Կարելի է գույներ ավելացնել փաստորեն այս տարի ու շատ գույներ։ Այո։ Սա նույնպես հետաքրքիր թրենդ է շատ եւ անունը գուցե տարօրինակ թվա, որովհետեւ պետքա բացատրել, հա, երբ որ նայում ես չես հասկանում ինչից է հագուստը եւ ուզում ես գնալ ձեռք տալ, այո։ Ու սա այսինքն թրենդը ավելի հենց նյութի, հա, օգտագործել հետաքրքիր նյութեր, որոնք առաջին հայացքից անհասկանալի կարող են թվալ, բայց մարդը ուզում է գնալ, այս ինչից են կարել, չես հասկանում, դա մորթ է, դա փետուր է, դա ընդհանրապես կտոր է, հա, եւ իրանք հետաքրքրություն են առաջացնում հագնողի համար, բարձայինքը գիտի ինչ հագել, բայց դիմացինի մոտ այդ անծանոթ կամ անսպասելի ինչ-որ տեքստուրան կամ անհասկանալի ցանկություն Գնալ ձեռք ձեռք տալու, հա։ Դրա համար կոչվում է թաչմի։ Այո։ Շատ լավ։ Եվս մեկ կարծում եմ սա դասական թրենդ է, որովհետև կարելի ասել որ ծոպերը երբեք դուրս չեն գալիս, բայց երբ որ դու տեսնում ես իրանց տարբեր ինտերպրետացիաներ, տարբեր բրենդերի մոտ նույն սեզոնին, ենթադրվում է որ ավելի թրենդային այս տարի լինելու եւ երեկոյան զգեստներից սկսած մինչև վերարկուներ նույնիսկ ասենք բրդի, որոնք ունեն էլի ծոպեր, մի խոսքով ծոպերը երբեք դուրս չեն գալիս, բայց այս տարի եւս ավելի թրենդային կլինեն։ Եվս մեկ թրենդ, որը կարծում եմ շատ հետաքրքիր է մանավանդ երիտասարդ աղջիկների համար, դա այս ուռացրած Փամփլիկ շրջազգեստներն են, տարբեր երկարության, մենք կարծեմ մի 2-3 ամիս առաջ հետաքրքիր ֆոտոնախագիծ ենք անում Դիանա Մալենկոյի դերասանուհի եւ արդեն այն ժամանակ իրեն որպես ոճաբան հագցրել է այսպիսի շրջազգեստ ու շատ գեղեցիկ կա նայվում ու ինքը շատ միանգամից շատ տրամադրություն բարձրացնող հատկություն կա, չգիտես ինչից է դա գալիս, բայց երբ դու նայում ես ինքը ստեղծում է ինչ-որ կիսատոնական էներգիա է տալիս։ Եվ այսպիսի հագուստով նաև կարելի է ընդգծել մարմնի այն հատվածը, որը ցանկալի է ընդգծել եւ թաքցնել այն թերությունները, որոնք պետք է թաքցնել։ Ճիշտ է։ Հաջորդը սեքսուալությունը որպես այդպեսին երբեք չի անցնում երկրորդ պլան եւ կարծում եմ որ ցանկացած կին ցանկություն ունի միշտ սեքսուալ լինել առաջին հերթին ինքն իրեն համար, հետո իր կողքին գտնվող տղամարդու համար եւ դա կարող է լինել գույնի միջոցով, դա կարող է լինել բացվածքի միջոցով եւ եթե այստեղ տեսնեք շատ վուլգար կերպարներ չկան, բայց գույնի ընտրության, վարսահարթարման, նեղ մեջքի ընդգծելու շնորհիվ, հա, շատ կանացի այդ մարմնի ֆորմաները ցուցադրելու շնորհիվ կարելի լինել սեքսուալ առանց վուլգար լինելու, այդ շատ կարևոր է, որ հասկանալ, որ մերկությունը չի սեքսուալություն, այլ ճիշտ հագուստի ընտրությունը, ճիշտ մատուցումը, ճիշտ գույնը, եւ իհարկե կարևոր է թե ինչ մարմին ունեք եւ ինչպես նշեցիք, ինչ պետք է ընդգծել, ինչ պետք է հագցնել, բայց կարծում եմ, որ ճիշտ ճանաչել ձեր մարմինը եւ առավելագույնը շահեկան ցույց տալ առավելությունները բնականաբար բոլորի համար հաճելի է։
Ավարտվեց։ Շարքը ֆոտոշարքը նորաձևության ավարտեցինք, բայց օրինակ Վահան, հետաքրքիր է համաշխարհային որ նորաձևության տներին եք հետևում կամ որ տրենդերին եք ավելի շատ կողմնակից եւ հետո գանք Հայաստան դեռ համաշխարհային Ես աշխատանքի բերումով հետևում եմ ամեն ինչին ինչ որ տեղի է ունենում նորաձևության մեջ եւ ինչպես նշեցի դա հաճախ միայն դիզայներները չի դա նորաձևության տները չեն ցուցադրությունները չեն այլ ընդհանուր առմամբ ինչա կատարվում աշխարհում պետք է հետևել օրինակ շատ հետաքրքիր է տեսնել թե ինչպես են հագնվում աստղերը, հա, որովհետև տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ Կարմիր գորգը շատ ավելի կարևոր մաս է կազմում այդ ամբողջ միջոցառման, քան բուն մրցանակաբաշխությունը, որովհետև բոլորը գայիս են, որ ցույց տան իրանք ինչ են հագել, դա շատ հաճախ տարբերվում է մեր պատկերացրած տրենդից, որովհետև աստղերը, որոնք արդեն ունեն իրանց կերպարները ստեղծված, դիզայներները հատուկ իրանց համար ստեղծում են ընդհանուր առմամբ հավաքածուից եւ տրենդից դուրս հատուկ այդ մարդու համար հագուստ է եւ հետո արդեն իրանք են սկսում թելադրել տրենդ, որովհետեւ Lady Gaga-ն կարող է ինչ-որ մի բան հագնի գնա Օսկարի մրցանակաբաշխության Կարմիր գորգին եւ իր հագուստից ելնելով արդեն նոր տրենդ ստեղծի, որը մինչեւ այդ չկա։ Շատ կարեւոր է հետեւել հենց այդպես իրադարձություն, որովհետեւ իհարկե նորաձևության ցուցադրությունները հետաքրքիր են, նայում ենք, բայց նորաձևությունը այտենց փակ չի ինքը ամեն ինչից ազդվում է ինքը ազդում է ուրիշ բաների վրա ֆիլմը նորաձևությունից նորաձևությունը ֆիլմի վրա դա համար կարծում եմ որ չպետք է սահմանափակվել ընդհանուր առմամբ կարծում եմ որ ցանկացած ստեղծագործող մարդ պետք է տեղյակ լինի երաժշտությունից կինոից նորաձևությունից արվեստից ցուցահանդեսներից այլապես դու հետ կմնաս աշխարհի ռիթմից ըստ ձեզ ամենանորաձև հայտնիները մեր հայ ազգի ովքեր են Դա շան հարց է։ Բացի ինձանից ու Մանեից։ Բացի ձեզնից ու Մանեից, էլի ձեր գործընկերուհի Լուսինեն Թովմասյան։ Մեր շատ սիրելի։ Եվ ես կարծում եմ, որ ես չեմ ուզում անուններ տալ, եթե անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ բավական մեծ առաջընթաց կա հետևելով վերջին 10 տարիների ընթացքում եւ դա կարծում եմ նաեւ նրանց է որ այսօր շատ ավելի հեշտ է դարձել ճամփորդել այսօր հեշտ է դարձել դրսում տեսնել մարդիկ ոնց են հագնվում այսօր ավելի ինֆորմացիան շատ է եւ մենք նաեւ մեր աստղերը լինდა դերասաններ երկիչներ հաճախ իրանց աշխատանքի բերումով լինում են արտերկրում շփվում են դրսի իրենց գոլեգաների հետ եւ դա չի կարող չանդրադառնալ իրենց ոճի վրա որը շատ գովելի է բայց աշխատելու տեղ էլ կա պետք է ասել եւ այստեղ նաեւ պետք է շեշտել որ ոճաբանները ովքեր աշխատում են մեր աստղերի հետ իրանք պիտի մի քիչ ավելի իմ խորհուրդը որ ասում էի չլինեն տրենդի զոհ այլ պետք է հասկանան ում հետ են աշխատում եւ այդ մարդուն ինչպես պետք է հագցնել որպեսզի չկորցնել իր ինքնությունը դեռ կարևոր չի հա դա վերջին տրենդը հագած չկարողը որ լավ տեսք ունենա լավ հագնված լինի եւ իմ գոլեգաներին նույնպես կխնդրեմ որ առաջին տեղում դնեն մարդու կերպարը, տեսակը, բնավորությունը, հետո նոր տրենդերը։ Եթե չենք աշխատում որևէ ոճաբանի հետ եւ չենք էլ հետևում նորաձևությանը, բայց կամ հետևում ենք ու վախենում ենք այդ փորձառությունը վերցնել։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես մարդիկ ստեղծեն սեփական տեսակը, որ เป զի խուսափեն շատ սխալվելուց։ Տեսեք, ամեն դեպքում խորհուրդ լսել կարծում եմ արժի եւ դա կարող է լինել ընկերոջ խորհուրդ ամեն մեկի շրջապատում կա ինչ-որ մեկը որ մի քիչ ավելի շատ հետաքրքրվում է նորաձևությամբ մի քիչ ավելի տեղեկացված է կամ գործի բերումով առնչվում է դրա հետ հա եւ ամոթ չի հարցնելը ամոթ չի խորհուրդ հարցնել նույնիսկ ասենք չգիտեմ կարելի է խնդրել ընկերներին ովքեր ունեն այդ սերը, ունեն մի քիչ ավելի հակվածություն, հա, ասել ես գնում եմ շոփինգի, կարող ես տրամադրել մի ժամ, գաս ինձ խորհուրդ տաս, որտեղ տեսեք ձեր ընկերը հաստատ ձեր վրա վաճառելու կարիք չունի։ Խանութի վաճառողը շատ հաճախ կարող է սուտ ասի, որպեսզի դուք դա գնեք, ասել ձեզ շատ սազում է, որտեղ իրան պետք է որ դուք դա գնեք։ Իսկ ձեր ընկերը ձեզ խաբելու խնդիր չունի։ Դրա համար պարտադիր չի ոճաբանի հետ անպայման աշխատել, բայց կողքից հայացքը կարծում եմ անհատ մի քիչ մարդով որ ավելի է հասկանում, միշտ կարևոր է եւ կարող եք ինձ ասել, երբ որ պետք է ես միշտ պատրաստ եմ։
Մենք հաշվի Շնորհակալություն։ կառնենք։ Բայց քանի որ ամանոր է եւ ամանորին ընթരാճ բոլորս ունենք երազանքներ, մաղթանքներ, ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։ Որպես նոր սկիզբ, ինչպես սկզբում նշեցիք, կարծես 2026-ն, ինչպես հաջորդ տարին յուրաքանչյուր նոր բացված էջ լինի, որտեղ պետք է սկսել երազանքները գրի առնել։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդիկ լինեն ինքնավստահ, իրանք լինեն գոհ իրենցից, իրենց իրականությունից, իրենց շրջապատից եւ դա վերաբերում է նաեւ հագուստին, որովհետեւ երբ որ դու լավ ես հագնված, դու քեզ ավելի վստահ ես զգում, դու քեզ լավ ես զգում հասարակության մեջ ու շատ հաճախ մենք առավոտյան զարթնում ենք ու ասում ենք, վայ այսօր հավես չունեմ ես ինչ-որ բան անելու, բայց հավատացեք, մանավանդ այդ օրերին պետք է ավելի ուշադրություն դարձնել ձեր հագուստին, որովհետև եթե դու վատ տրամադրությամբ կիսա հիվանդ, չգիտեմ, բայց լավ հագնվես, դու նայես հայելու մեջ, դու քեզ դուր գաս, նախ քո տրամադրությունը դուրս կբարձրանա, դուրս կգաս փողոց, քեզ կոմպլիմենտ կանեն, դրանից ավելի քեզ լավ կզգաս, ու այդ նեգատիվը կանցնի, հա։ Ես ցանկանում եմ, որ ամեն մեկը իր մեջ գտնի այդ ինքնավստահությունը, ինքն իրան սիրելու հատկությունը եւ 2026-ում մտնեն ավելի բարձր, այսպես ինքնագնահատականով։ Ինչ չէ, դա շատ կարևոր է, որովհետեւ մենք երբեմն տարբեր պատճառներով կարող ենք ունենալ վատ տրամադրություն, չեմ ուզում դեպրեսիա բառը օգտագործել, բայց դեպրեսիվ տրամադրություն, հագուստը դա իրական կարող է փոխել, հավատացեք, դա ապացուցված բան է, երբ որ դու կարող ես հագուստով փոխել քո տրամադրությունը, ել չեմ ասում, որ շատ հաճախ նաև դիմացին է, որովհետև ինչպես մենք նայում ենք ու քննարկում ենք, ինչ որ գույնի միջոցով, հետաքրքիր ինչ որ ֆակտուրայի միջոցով կարող է դիմացինի համար նույնպես ստեղծես ինչ որ նոր անսպասելի էմոցիաներ։ Բայց գոնե տարվա մեջ 4 անգամ հագուստը փոխի էլի տրամադրությունը։ Դե չէ շատ է պետք աշխատել։ Շնորհակալություն Վահան, շատ հետաքրքիր խորհուրդների համար։ Շնորհակալություն որ հրավերում եք։ Սիրով միշտ պատրաստ ենք։ Մաղթում ենք ձեզ լավ օրվա շարունակություն։ Եվ հիանալի հանգստյան օր, եթե դեռ կլինեն ժամեր, որ կլինեք ազատ աշխատանքից, քանի որ նախատոնական եռուզեռը ձեր մասնագիտությունից հեռու չէ։ Շնորհակալ ենք անչափ, որ գտաք ժամանակ առավոտը խորհուրդներով մեզ հետ անցկացնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, իսկ մենք շարժվենք առաջ, բայց առաջարկում լավ տոնական երգ չլսենք։ Բայց գիտես ինչ առաջարկում եմ, տոնականը, այսքան խոսեցինք ռետրո ոճի մասին, մի լավ ռետրո երաժշտություն լսենք։ Սիրով։ Ամանորին ընթരാճ։ Դուք դեմ չեք։ Հիանալի, Վահանն էլ համաձայն է։ Լավ երաժշտություն ռետրո ոճի մեջ, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։